Կասեք ինչ իրավիճակ է Դիլիջանում, հրդեհ ինչքանով է հաջողվել մարել, ինչ այրվել։ Գիտեք, որ մի քանի օր է ինչ Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում հրդեհները մոլեգնում են, Ճամբարակի հատվածում էր մի քանի օր առաջ այդ կրակը, որը այդ տարածաշրջանի շատ մեծ, ուրեմն ցանքսատարածություններ եւ շատ մեծ ծավալի անտառներ այրվում էին, այնուհետև կրակը տեղափոխվել է ուրեմն Տավուշի մարզ, Դիլիջան ազգային պարկի տարածքում 3 ինձ ահազանգեցին, որ 4-ը օջախ կա, դա Կազաչի հանդամաս կոչվող օջախն էր կրակի, մեկը Լեռնային Հայաստան, Գորնի Արմենիա, հանգստյան տան վերևի հատվածի մասն էր, երրորդը Ոլորանների մոտ կար, մեկ մեծ օջախ, որ գիշերը ես այնտեղ եմ եղել, ամբողջ գիշեր այնտեղ եմ եղել, եւ չորրորդը Սիմինովկա գյուղի հարակից հատվածում էր, որ սպառնում էր հասնել գյուղ։ Ես ուզում եմ նշել նաև, որ ամբողջ գիշեր աշխատանքներ են կատարվել եւ ի պատիվ փրկարարների եւ կամավորների անձնվեր աշխատանքի, ես դա ուզում եմ հատուկ շեշտել, որ օրեր շարունակ մարդիկ ուղղակի առանց քուն ու դադար պայքարել են կրակի դեմ եւ որոշակի արդյունքներ առավոտվա դրությամբ կար, այն տեղերը, որտեղ որ ես եղել եմ, այդտեղ հաջողվել է կրակը մարել, բայց ամբողջությամբ իրավիճակի հետ կապված կարող եմ հետեւյալը ասել, որ առավոտյան ուղղաթիռները ինձ տեղեկացրեցին, փրկարար ծառայության պետը ես այնտեղ էի, ինձ տեղեկացրեցին, որ ուղղաթիռներ են ներգրավել, խնդրել են պաշտպանության նախարարությունից ուղղաթիռներ տրամադրեն եւ առավոտվանից արդեն ուղղաթիռներ էին ներգրավել, նաեւ ես որ այնտեղ էի, բազմաթիվ կամավորականներ նորից էլի մասնակցում էին հրդեհաշիջման աշխատանքներին, այսինքն աշխատանքները շարունակվում են։ Գիշերը ինչ որ մի պահի թվում էր, որ արդեն իսկ հնարավոր չի կառավարել, որովհետև արդեն մոտենում էր արդեն ներքևի հատվածներին, արդեն կրակը շատ մեծ ուժգնությամբ, բայց կրկնում եմ, պայքարը այս պահի դրությամբ իր պտուղները տվել է, սպասենք շարունակություն, ինձ տեղեք եւ նաեւ պատճառների մասին։ Արդյոք սա Գեղարքունիքի տեսեք տարբեր վարկածներ տեսեք այն օջախները որ կան դրանք իրար հետ այդքան էլ կապված չեն օրինակ նույն Կազաչի հանդամաս տարածքի այրվելը եւ այն հատվածում որ ես էի Ոլորանների մոտին բավական իրարից հեռու են ասենք այդ օջախները որ կան տարբեր օջախներ են եղել Անմեղության կանխավարկածը չխախտելով եւ չեմ ուզում հիմա գնահատականներ տան, որովհետեւ շատ նախնական կլինի եւ կարող է եւ այդքան էլ օբյեկտիվ չլինի, բայց ես ունեմ հիմնավոր կասկածներ իմ մեջ հաշվի առնելով այդ իրավիճակը, ես այս ամեն ինչը տես պատահական բռնկված կրակ չեմ կարող համարել այս վերջացնեմ խոսքս, այն որ այդ հրդեհները տարբեր տեղեր են, տարբեր հատվածներում են, ինձ հիմնավոր կասկած տալիս է, որ որոշակի առումով մարդկային ներգործություն է եղել, անզգուշություն է, դիտավորություն է, թե ինչ է, դի պարզի քննությունը, բայց այն, որ իմ խորին համոզում, դա իմ գնահատականն է, դա պատահական չի եղել, դա իմ կարծիքն է։ Իսկ նման Մի պահ ես այնտեղ տեսել եմ քաղաքապետին, ես այն հատված ես էլ եմ այդ տեսանյութը տեսել, ցավում եմ դրա համար։